լավագույն ընկեր ենք կորցրել մեծ հայրենասեր թիմակից, նաև առաջին հերթին կորուստը նաև համայնքի համար, որովհետև այս կարճ ժամանակում Վալոձյանը հասցրեց անել առելի աշխատանք, սիրվել, հարգվել համայնքի բնակիչների կողմից և բոլորի համար մեծ կորուստ, խոսքեր չկան, ծանր է առաջին հերթին իհարկե։ Դեպքի մասնավորապես երկու օր անցել արդեն և դեռ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ որևէ մեկը հայտնաբերվել կամ ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների պատասխանատվությունն է երկրի ղեկավարի գլխավորությամբ, որովհետև անկախ նրանից թե սպանության պատճառները ինչն են, սպանին վարկածներ չեմ ուզի քննարկել, բայց երբ ավտոմատիկ կրակահերթով մարդիկ են սպանվում փողոցում, միանշանակ իրավապահ համակարգի բաց թողումն է, երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը և փոխանակ դրանով զբաղվեն, իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղվում և այո, արդեն երկու օր է անցել է և առնվազն որևէ տեղեկություն չկա կասկածյալների, ձերբակալվածների։ Հույս ունենք, որ մեղավորները կպատժվեն, մենք անելու ենք առավելագույնը, որ հետևողական ենք լինելու առնվազն գոնե հաշվի առնելով, որ իրավապահ համակարգի պատասխանատվությունն է և օրենքի շրջանակներից դուրս որևէ լուծում չունի այս հարցը, մեղավորները պետք է բացահայտվեն և դատարանի առջև խիստ պատիժ կա։ Այս ամեն տակ որոշակի շրջանակի քաղաքական ենթատեքստ են դնում, ինչը բորբոքել էր քաղաքականների էմոցիաները, նրանք մեղադրում են, ասում են, որ ոնց որ ուրիշի մահվան հաշվետվություն է դիվիդենդ հավաքել, այստեղ որևէ քաղաքական պատվեր չկա։ Գիտի առաջ Արմավիրի մարզպետը եկավ և առավոտյան մեզ ասում էր, որ քաղաքական պատվերը բացառում է, դուք քաղաքական ենթատեքստեր սահմանում տեսնում եք։ Նկատել եմ նման ծայրահեղ մոտեցումներ, Վալոձյա Գրիգորյանը առաջին հերթին իմ ընկերն է, մեր ընկերն է և մեր համար սա անձնական ողբերգություն է և այս պահին որևիցե մոտիվ չենք տեսնում և մեր դիրքորոշումը ցույց տանում է, որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը և նաև խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Ծայրահեղը քաղաքական է նկատում եք և քաղաքական մոտիվ չեք տեսնում։ Քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց, իրավապահ համակարգի և իշխանությունների նաև պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաև հիշենք, որ սպանվածներից մյուսը Վալոձյա Գրիգորյանի ընկերը Կարենը ոստիկանության ծառայող այո, որ ես նույնպես մտերիմ եմ, ոստիկանության ծառայող է և ոստիկանությունը կարծում եմ նաև այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը քիչ առաջ այստեղ են, դուք տեսաք, իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել և նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված, դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ, ջուրմատների արանքով նայելու մասով ընդհանուր իրավիճակին։ Երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նորից կրկնեմ, առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը և այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի, ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել ևս փոքր բնակավայրերում և այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բարձի տաղի վիճակում է։ Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճ է և նաև Բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վալոձյա Գրիգորյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը
իշխանությունների բաց թողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները իրական թեժանում են։ Եվ մի բան է պարոն Արաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը կապ ունի արդյոք Պետրովանի տեղի այս համայնքում նորից տեղի ունեցած կրակոցների եւ ողբերգության Ես մեկի շարունակությունը Վալոդա Գրիգորյանը եւ իր ընտանիքը որովհետեւ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ, հետեւաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետեւ առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Քաղաքական խմբային առումով հակառակորդներն այստեղի խմբերի բաժանված են, այդպես ասենք։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաև հրապարակային դուք էլ եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վալոդա Գրիգորյանի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով, այդ օրն բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոններ, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով, հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի, իր մոտ չի եղել միանշանակ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։